եկեղեցու դատարանը այլևս սպառված է։ Այս ամբողջ տարիների ընթացքում հոգևորականների ուղղակի ջարդ է տեղի ունեցել։ Գևորգ Սրբազանը բարձրաձայնում էր, որ եկեղեցու մեջ սրբապղծություն է տեղի ունեցել։ Ինձ համար ամենամեծ ողբերգությունը հենց իմ ժողովրդի հոգևոր մահը կլինի։ Ես չգիտեմ ով է լինելու հաջորդ կաթողիկոսը։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արմնուրի տաղավարում այսօր զրուցելու ենք Հովանավանքում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա Տեր Արամ Ասատրյանի հետ։ Նշենք, որ դեռ հոկտեմբերին Մայրաթոր Սուրբ Էջմիածին ակարգալույծ էր հռչակել նրան, սակայն վերջինս չի ընդունում Մայրաթորի որոշումը եւ առայսպա շարունակում է հոգևոր ծառայություն իրականացնել Հովանավանքում։ Տեր Արամ, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում եւ ուրախ ու շնորհակալ եմ, որ չեք մերժել հարցազրույցիս հրավերը։ Ես եմ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար։ Սիրով, այս ողջ ընթացքում ինչ կատարվեց ձեզ հետ եւ նաեւ կրկնակի հայց եք ներկայացրել դատարան եւ դատարանը որոշեց պարտավորեցնել Մայրաթորին վերականգնել ձեր հոգևոր ծառայության պաշտոնները ձեր եւ Տեր Թադեի։ Հիմա ինչ ընթացքում է այս գործողությունը, ինչ է պատրաստվում անել դատարանը եւ ինչ եք պատրաստվում անել դուք։ Խնդրեմ։ Նախ ես գալիս եմ մի վանական համալիրից, որը իր ճարտարապետությամբ բացառիկ է, երբ որ մտնում ես Հովանավանքի գավիթ, այնտեղ բարավորի վրա մի շատ հետաքրքիր պատկեր է, իդեպ մենք գտնվում ենք մեծ պահքի ավագ շաբաթվա հենց ոսկե շղթայի մեջ եւ ամեն օրը մեզ համար շատ կարեւոր է, այսօր խորհրդանշական է, որ հենց 10 կույսերի առակի օրն է եւ բարավորը, որի մասին որ ձեզ ասում էի, հենց պատկերված է 10 կույսերի պատմությունը, որոնցից ասում է 5-ը իմաստուն էին եւ 5-ը անմիտ, եւ նրանք ովքեր որ անմիտ էին, ուղղակի հետաքրքրված էին այս աշխարհի հաճույքներով, իսկ իմաստունները նրանք էին, որ մի ամբողջ կյանք պատրաստվում էին մեծ խնջույքին եւ Քրիստոսին դիմավորելու համար։ Այդ ինչու է այդ պատկերը այնտեղ պատկերված, որ յուրաքանչյուր ներս մտնող ինքը իրեն հարց տա եւ վերջապես որոշում կայացնի, թե ինքը որ խմբի մեջ է, անմիտների, թե իմաստունների։ Գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է երազանք ունենա եւ այդ երազանքը պետք է լինի հենց իր փրկությունը։ Լինելով հոգեվորական, ես կարծում եմ, որ մեր գերնպատակը ոչ միայն մեր փրկությունը ապահովելը պետք է լինի, այլ նաեւ Քրիստոսի կողմից մեզ վստահված հոտի, յուրաքանչյուր այսպես ասած ոչխարի համար մենք պետք է պատասխանատու լինենք, որ գազանը չկարողանա հոշոտել, չկարողանա եկեղեցուց հեռացնել եւ վերջապես մահվան մատնել մեր հավատացյալներին։ Ինչ վերաբերում է դատարաններին, գիտեք, ես իմ ամենավատ երազում անգամ չէի տեսնի, որ ես դիմել եմ մեր երկրի դատարանին, բայց ուզում եմ, որ մեր հասարակությունը լավ իմանա, որ պետք չէ մեր սեփական երկրի դատարաններից վախենալ, ինչու եմ այսպես ասում, եթե եկեղեցու մեջ մեր եկեղեցու դատարանները, օրենքը եւ արդարությունը գործեր, միգուցե ես այդտեղ չէի հասնի։ Փաստացի իմ այնտեղ հասնելը հուշումն է այն բանի, որ եկեղեցու դատարանը այլևս սպառված է կամ գոյություն չունի, որովհետև ամիսներ շարունակ, միգուցե արդեն մեկ ամբողջ տարի ես անընդհատ փորձեր էի անում արդարությունը վերականգնել իմ կյանքի մեջ, ստեղծել նորմալ հարաբերություններ իմ թեմի առաջնորդի, ով հանդիսանում է կաթողիկոսի քրոջ որդին, ինչու՞ չէ նաև ամենայն հայոց կաթողիկոսի հետ ժամանակին, երբ որ փորձում էի հարցեր լուծել, հանդիպումներ էի ունենում եւ փորձում էի այս ներքին կոնֆլիկտը վերացնել առհասարակ, բայց իրենք գնացին այլ ուղիով, այլ ճանապարհով փորձելով ինձ հեռացնել եկեղեցուց եւ ես ուղղակի ստիպված չունենալով այլ տարբերակ դիմեցի սեփական երկրի օրենքին, սեփական երկրի արդարադատությանը, որպեսզի կարողանամ վերականգնել նաեւ իմ իրավունքները եւ ոչ միայն իմ իրավունքները, այլ նաեւ մեր հավատացյալների իրավունքները, որովհետեւ հարյուրավոր, միգուցե հազարավոր մարդիկ հավատում են, որ ես կարող եմ իրենց ուղղորդել դեպի Աստված եւ այս կերպ եթե ես չլինեի եկեղեցում, միգուցե իրենց Աստծո խոսքը լսելու իրավունքից էլ իրենք զրկված կլինեին եւ ես այս քայլին գնացի ոչ միայն սեփական ցանկությամբ, այլ նաեւ հենց այդ հավատացյալների ցանկությամբ, ովքեր եւս ներգրաված են այս ամբողջ process-ների մեջ եւ
շատ ուշադրությամբ հետևում էին այս ամենի հանգուցալուծումը։ Եղել են դեպքեր, որ ժողովուրդը ցանկություն է հայտնել այցելել թեմի առաջնորդին, իրենք որպեսզի խոսեն, բացատրեն իրավիճակը։ Այո, ինձ համար եղել է դեպքեր, որ մարդիկ ցանկություն են ունեցել Մայրաթոր Սուրբ Էջմիածին այցելել ամենայն հայոց կաթողիկոսին տեսնելու համար, բայց ես մտածում եմ, որ այդ հարցերը ինքս պիտի լուծեմ եւ ինքս պիտի այցելեմ եւ իհարկե բոլոր այդ ցանկությունները ես իրագործեցի, փորձեցի հանդիպումներ ունենալ, հանդիպեցի, բայց անարդյունք եղավ այս ամենը։ Եվ ստիպված որպես մարդ արդեն դիմեցի սեփական երկրի օրենքներին։ Ձեր պահանջը միայն ձեր հոգևոր ծառայության պաշտոնի վերականգնումն է, թե այն այնուամենայնիվ ենթադրում է նաև վեհափառ հայրապետի ինքնակամ հրաժարականը կամ ինչպես 10 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն են ասում, վեհափառ հայրապետին նաև հանգստի կոչելն է ձեր պահանջը։ Դուք այս պահանջը ունեք թե ոչ։ Գիտեք, ես շարունակում եմ իմ ծառայությունը հայ առաքելական եկեղեցում եւ կշարունակեմ, որովհետեւ ես կարծում եմ, որ որևէ բան քահանային չպետք է հետ պահի Աստծուն ծառայելուց։ Երբ որ ասում ենք եկեղեցուն ծառայել, ես ուղիղ հասկանում եմ, որ մենք ժողովրդին պետք է ծառայենք եւ ոչ թե անհատի։ Գիտեք, այսօր ես նկատում եմ, որ անհատի պաշտամունք կա, մարդիկ ավետարանի խոսքը, Աստծո խոսքը մի կողմ դնելով փորձում են իրագործել մարդու օրենքները, մարդու հրահանգած կանոնները եւ միգուցե հենց սա է եղել պատճառը, որ մենք Աստծուց հեռացել ենք եւ արդեն աստվածապաշտության փոխարեն մարդապաշտությամբ ենք զբաղվում, բայց գիտեք, բարեկարգումը ինձ համար ամենակարևորն է, որ ես իմ սեփական շահը առհասարակ այս եկեղեցում ես չեմ փնտրում։ Հարցը այն չէ, որ ես կմնամ այս եկեղեցում ես, թե չեմ մնա։ Հարցը այն է, որ ճշմարտությունը չդատապարտվի եկեղեցում մեջ, եւ եթե մեկը իսկապես անմեղ է եւ այդ մեկը կարող է ներկայացնել հենց ճշմարտությունը կամ արդարությունը, ինչի պիտի խաչվի ճշմարտությունը կամ արդարությունը։ Եվ քրիստոնյան նաեւ այն մարդն է, որ պետքա պայքարի ճշմարտության եւ արդարության վերականգնման համար։ Բարեկարգումը հենց դրա մասին է, որ մեր եկեղեցին ավելի լավը դառնա։ Ես միակ մարդը չեմ, որ դժգոհել եմ, հա, ուրեմն Գարեգին Ներսիսյանից 2001 թվականին ես կհիշեմ, որ Պոլսի պատրիարքը Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանը ինքը պահանջ էր ներկայացրել կաթողիկոսին, որ հերիք է քանդի հայ առաքելական եկեղեցին, ժամանակն է, որ ինքը պիտի հեռանա։ Տեսեք, Պոլսի պատրիարք մարդ էր։ Երուսաղեմի Նուրհան arczepiskopos-ը ժամանակին ասում էր, որ ժամանակն է ինքդ քեզ կարգալույծ անես եւ եկեղեցուց հեռանաս։ Այս ամբողջ տարիների ընթացքում հոգեվորականների ուղղակի ջարդ է տեղի ունեցել, այն հոգեվորականները, ովքեր որ հլու հնազանդ ծառայել են Քրիստոսին, բնականաբար խնդիրների հետ են ուրեմն առնչվել, բայց սրան հակառակ բոլոր այն հոգեվորականները, ովքեր որ վարքի հետ խնդիրներ են ունեցել եւ այդ ամենը ուրեմն Գարեգին Ներսիսյանի կողմից իմացվել է, այդ մարդիկ բարձր պաշտոններ են զբաղեցրել մեր եկեղեցու մեջ, ինչու, որովհետեւ այս կերպ այդ մարդիկ նաեւ կառավարելի կդառնային Գարեգին Ներսիսյանի կողմից, ինքը կարող էր նրանց ցավոտ մասերը, հա, այսպես դնել նրանց առաջ եւ ստիպել անելու այն ամենը, ինչ որ ինքը կցանկանար։ Եվ գիտեք, այս քաղաքականությունը իր կողմից հաջողության է հասել, ինքը կոմպրոմատներ ունի, հա, բոլոր այդ հոգեվորականների վրա եւ կարողանում է նրանց հնազանդեցնել եւ ստիպել, որ կատարեն իր։ Իսկ դուք ունեք ձեր ասացի փաստերը, հա, ինչով կապացուցեք, որ այ օրինակ սխալներ եղել են եւ վեհափառ հայրապետը փորձել է այն կոծկել, որովհետև վերջերս էլ Միքայել Սրբազանը ձեր դեմ հայց էր ներկայացրել դատարան, նա նշել էր, որ դուք ձեր հարցազրույցներից մեկում զրպարտել եք իրեն, նշելով, որ Միքայել Սրբազանը ինքը կին եւ երեխա ունի։ Որտեղից այս փաստերը ձեզ եւ երբ եք պատրաստվում եք արդյոք այն հրապարակել։ Տեսեք, ինձ համար ամենացայտուն օրինակը հենց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծությունն էր, ով ինձ նման բարձրաձայնում էր եկեղեցու խնդիրները, բայց այդ խնդիրները լուծելու, շտկելու փոխարեն Գարեգին Ներսիսյանը որոշեց խնդիրը բարձրաձայնողին ուղղակի հեռացնել եկեղեցուց։ Այստեղ հարցը Գևորգ Սրբազանի անձը չէր կամ պաշտոնը չէր,
այլ հարցն էր, որ Գևորգ Սրբազանը բարձրաձայնում էր, որ եկեղեցու մեջ սրբապղծություն է տեղի ունեցել կամ արոնապղծություն է տեղի ունեցել, եւ այս ամենը ինձ հուշում է, որ եկեղեցին կոլեգիալ, այսպես կամ ժողովական փորձառություն չունի եւ եկեղեցու մեջ որևէ հարց լուծում է անհատը, մեկ հոգի, այս էլ այն դեպքում, երբ որ պետքա ժողով տեղի ունենար, որոշումներ պետքա կայացվեր եւ այդ ժողովի որոշումները ոչ թե մեկ հոգի պիտի կայացներ, այլ ամբողջ ժողովական խորհուրդը։ Սրան կից մենք նաեւ տեսնում ենք, որ մեր ազգային անվտանգությունը փաստաթուղթ հրապարակեց, որ իր եղբայրը ուրեմն ռուսական KGB-ի գործակալ է եւ այս լուրը լսելուց հետո ես մինիմում ակնկալում էի, որ իրենք պետքա դարձյալ ժողով գումարեին եւ փորձեին հասկանալ, հա, ուրեմն այս ամենը ճիշտ է թե ոչ, եւ եթե արդեն փաստաթուղթը հրապարակված է, դրա դեմ քայլեր պիտի սկսեին ձեռնարկել եւ միգուցե այդ arczepiskopos-ը այլևս կարգալույծ եղած պիտի լիներ, բայց ինչքան էլ որ ճշմարտությունն էր, փաստեր կդրվի իրենց առաջ, միևնույն է, այսպես կուրացած իրենց ցանկություններն են միայն կատարում, մենք տեսնում ենք, որ այդ եպիսկոպոսը կամ arczepiskopos-ը շարունակում է իր arczepiskopos-ությունը, իսկ նրա պղծության մասին բարձրաձայնած եպիսկոպոսը ուղղակի եկեղեցուց հեռացվել է։ Տարիներ շարունակ նույն գործելավոճն է եղել եւ այն հոգեորականները, ովքեր որ խնդիրներ են բարձրաձայնել, լուծման լավագույն եղանակը եւ ճանապարհը ինքը համարել է ուղղակի այդ մարդուն կտրել եւ եկեղեցուց հեռացնելը։ Աջապահյանի մասով գիտեք հիմա դատական process է ինքնից դատի է տվել եւ ես ուղղակի այս տաղավարում չեմ ուզենա բարձրաձայնել այս խնդիրը եւ պատրաստվում եմ որ հարցերը այսպես ասած ամբողջական լուծում կստանան դատարանում եւ քանի դեռ դատը տեղի չի ունեցել ես իմ խոսքը անպայման կասեմ դատարանում եւ հավատացած եմ որ դուք բոլորդ կտեսնեք այդ դատական process-ը, նիստերը եւ վերջապես հանգուցալուծումը։ Բայց կրկին հաստատում եք, որ Միքայել Սրբազանը կին եւ երեխա ունի։ Այո, հաստատում եմ։ Տեր Արամ, օրերս ձեր Facebook-յան էջով նման մի գրառում եք արել, անհաջողությունը պարզապես նորից սկսելու հնարավորություն է, բայց ավելի իմաստուն կերպով։ Սա ինչ ենթատեքստը իր մեջ պարունակում, արդյոք կարող ենք ասել, որ ուղիղ կապ ունի ձեր այս պայքարի հետ, եւ եթե այո, ապա ինչ անհաջողություն եք ունեցել եւ ինչպես եք պատրաստում, ինչպես դուք եք ասում, նոր իմաստուն քայլերով սկսել ձեր պայքարը։ Գիտեք, ես այս պայքարը արդեն իսկ հաջողված պայքար եմ համարում, որովհետև եթե մենք հաջողությունը միայն դիտարկում ենք այն, որ Գարեգին Ներսիսյանը պետքա հեռանա, սա մի process է, որի ամենավերջը իր հեռացումը չէ, իր հեռացումից հետո էլ մենք բավականին շատ ուրեմն խնդիրներ ենք ունենալու այս եկեղեցու մեջ, որովհետև 26-27 տարի այս եկեղեցին ուղղակի քանդվել է, ինչի ապացույցը այսքան աղանդավորական ուրեմն եկեղեցիների ավելացումն է Հայաստան աշխարհում, միայն այսպես հպարտորեն կարող ենք ասել, մեր հոգեորականները հաճախ տեսնում են, որ ասում են 56 կամ 57 գրանցված եկեղեցի կա եւ դրանից էլ ավելի չգրանցված եկեղեցի կա։ Սա հենց ցուցիչն է այն բանի, որ այս կաթողիկոսը ձախողել է իր գործունեությունը։ Եթե թույլ է տրվում, որ Գիտեք, մեր սահմանադրությունը, այո, կարող է թույլ տալ այդ ամենը, բայց սա ցուցիչն է այն բանի, որ քարոզչություն տեղի չի ունեցել։ Այսինքն, եթե որևէ մեկ կաթողիկոսի համար իր գերնպատակը լիներ Աստծո խոսքի, ճշմարիտ խոսքի տարածումը, առաքելական, այսպես ասեմ, ծիրից ներս, առաքելական կանոններով եւ դավանանքով, բնականաբար ինքը գիշերցել է կմղվեր, հա, այդ քարոզչությանը։ Մենք ունենք համայնքներ, որ ինքը առհասարակ չի այցելել, տարիներով չի այցելել, օրինակ ինձ համար միշտ հետաքրքիր է, այ Նյու Յորքի հայերը ինչով են ավելի լավը Թալինի հայերից, որ կարող ես տարվա մեջ մեկ անգամ կամ երկու անգամ կամ 5 տարին մեկ 5 անգամ այցելել Նյու Յորք, հանդիպել այնտեղի հայ համայնքին, բայց 10 տարին մեկ անգամ օրինակ Թալին կամ Վայոց ձորի որևէ գյուղ չայցելել եւ այնտեղի հայերին չտեսնել։ Եվ ընդհանուր հոգևոր վիճակը Հայաստանում ուղղակի ես կարող եմ խայտառակություն համարել, ինչու որովհետև օրորի մենք տեսնում ենք, որ այդ եկեղեցիները Հայաստանում շատանում են, մենք տեսնում ենք մարդկանց դժգոհությունը նաև իր կառավարման ձևի հետ կապված եւ պետք չէ վախենալ նրա հեռացումից։ Գիտեք, եթե որևէ մեկ բան իրեն չի արդարացնում, որևէ մեկ մարդ պաշտոնի չի արդարացում, ուրեմն պետքա ժամանակ ամենաթանկ եւ ամենակարևոր բանն է, որ մենք պետքա կարողանանք ժամանակը ճիշտ գնահատել։ Երբ որ դու ժամանակին ճիշտ չես վերաբերվում, ճիշտ չես գնահատում,
այդ սխալ օգտագործումից կարող են ողբերգություններ ծնվել։ Եվ ինձ համար ամենամեծ ողբերգությունը հենց իմ ժողովրդի հոգևոր մահը կլինի, երբ որ ժողովուրդը այլևս չհավատա։ Տեր Արամ, հեռացնում եք, ասում եք թող ինքնակամ հեռանա, ում եք տեսնում կաթողիկոսի պաշտոնում, որպես կաթողիկոս, հաջորդ կաթողիկոս, ում եք տեսնում։ Մի պահ պատկերացրեք, որ այո, վեհապար հայրապետը որոշեց, որ ինքնակամ հրաժարական է տալիս կամ ձեզ է հաջողվում նրան հեռացնել։ Ով է լինելու հաջորդ կաթողիկոսը։ Գիտեք, ես այս հարցին այսպես կպատասխանեմ։ Ես չգիտեմ ով է լինելու հաջորդ կաթողիկոսը, բայց ես գիտեմ, թե ինչպիսին պիտի լինի հաջորդ կաթողիկոսը կամ ինչպիսին չպետք է լինի հայոց կաթողիկոսը եւ պետքա լինի հոգեվոր մարդ, իսկապես հոգեվոր մարդ, մեզ համար օրինակ եւ լիդեր, ով որ կսիրի իր ժողովրդին, կլինի իր ժողովրդի հետ, իր ցավերի մեջ, իր նեղությունների մեջ եւ Գարեգին առաջին երջանկահիշատակը կասեր, ասում եմ մի 8-րդ մահացու մեղք կա, դա անտարբերությունն է։ Դու չես կարող անտարբեր լինել այն բոլոր դժվարություններին, որ քո ընտանիքի ներսում կա եւ ուղղակի անհաղորդ լինել եւ այսպես տարիներ շարունակ մտնել, փակվել քո վեհարանում, ուղղակի ժամանակ առ ժամանակ ինքնաթիռ նստել, երկրից դուրս գալ, չոր ժողովներ, անորոշ ժողովներ կազմակերպել, որոնք մեր ժողովրդի կյանքում որևէ հարց չեն լուծում։ Թվեք, ասեք մի ժողով, որը որ մեր ժողովրդի կյանքում ինչ-որ հարց լուծել է։ Արմլուրի հետ զրույցում վերջերս կարգավիճ հռչակված քահանաներից մեկը Տեր Թադեն նշել է, որ ինքը պատրաստ է Մայրաթորի հետ երկխոսություն ունենալ, գնալ վեհապարի մոտ եւ երկխոսություն ունենալ նրա հետ։ Դուք եւս պատրաստ եք գնալ Մայրաթոր, հանդիպել վեհապարի հետ։ Մեր հանդիպման ժամանակ ես նշեցի, որ այստեղ գալու հենց պատճառներից մեկը այն է եղել, որ ես արդեն իսկ ոչ միայն ամենայն հայոց կաթողիկոսի հետ, այլ նաև իր քրոջ որդու, ով մեր թեմի առաջնորդն է, բավականին շատ հանդիպումներ եմ ունեցել, զրույցներ, բայց այդ զրույցները կառուցողական չեն եղել եւ այդ խոսքի մեջ ես առհասարակ եթե փակեի իմ աչքերը եւ մեկ պահ մոռանայի թե ես որտեղ եմ նստած, անկեղծ եմ ասում ձեզ, որ երբևէ իմ մտքով չէր անցնի, որ իմ հետ խոսողը հոգևորական է, որովհետև այն բառամթերքը, որ օգտագործում էին իրենք, ինձ համար շատ տարօրինակ էր եւ ես այո, նաեւ այս ամենը սկսելուց առաջ իր հետ Գարեգին Ներսիսյանի հետ եւս հանդիպեցի, վերջինս խոստացավ ինձ, որ այս խնդիրները լուծվելու են, որ ինքը հասկանում է ինձ, արդարությունը վերականգնելու է, բայց ոչ թե ընտրեց արդարությունը վերականգնելու ճանապարհը, այլ ընտրեց իր քրոջ որդուն, ընտրեց իր բարեկամին եւ նրա համար էական էլ չեղավ, թե ինչ է արել այդ մարդը, ոնց է վարվել մի քահանայի կամ մի հավատացյալի կամ սովորական մի քաղաքացու հետ։ Տեր Արամ, պատճառը ո՞րն էր, որ ձեզ չընդունեցին, հա, չներեցին, ինչպես դուք եք ներկայացնում եւ ի վերջո ձեր խռովության պատճառը ո՞րն է եղել, որ այլևս անկարող էիք, որ աչք փակեիք դրա վրա։ Գիտեք, ես այո, որ ասեմ խռովություն միայն ինձ համար չի եղել այդ խռովությունը։ Որովհետև ներողություն ձեր մեջ իսկապես երևում է այն, որ նեղացած եք ձեր հոգևոր հայրից, ընդհանրապես նեղացվածություն կա ձեզ մոտ։ Այո, նեղացածություն կա իմ մեջ, անկեղծ գիտեք ինչի եմ նեղացած, որ օրինակ մեր եկեղեցին չի ծառայում ազգային շահերին։ Նեղանալու չէ այդ ամեն ինչը։ Նեղանալու է, նեղվելու է։ Ես նեղանում կամ նեղվում եմ նրանից, որ իմ եկեղեցու եպիսկոպոսը կամ արքեպիսկոպոսը KGB-ի գործակալ է։ Նեղանալու չի, ինձ համար նեղանալու է։ Եթե մեր հանրության համար սա նեղվելու չի, ես շատ եմ նեղվում։ Ես նեղվում եմ նրանից, որ մեր բարձրաստիճան հոգևորականները անբարո կյանք են վարում։ Այո, նեղանալու է եւ այս ամեն ինչը հանգիստ չի տալիս։ Որպես հայ քահանա կապ չունի պաշտոնը, հա, պարտադիր չի մեծ գործեր անելու համար կամ լավ գործեր անելու համար մարդը պարտադիր կաթողիկոս լինի կամ եպիսկոպոս լինի։ Բայց չգիտեիք այդ մասին, երկար տարիներ ծառայել եք։ Եթե ես իմանայի, ես վստահեցնում եմ ձեզ, որ այս բարեկարգման, բարենորոգման շարժումը ավելի շուտ սկսած կլինեի։ Այո, ես փոշմանում եմ, որ այս շարժումը շուտ չեմ սկսել, ինչու եմ փոշմանում, որովհետև վատ այն է, որ այս ամենի մասին շուտ չեմ իմացել։ Քրիստոսն ասաց՝ միաբան ու խաղաղ եղեք, ես ձեզ միասնություն ու խաղաղություն եմ բերել, եւ եթե որևէ մեկը այն պարակտի, այդ խաղաղությունն ու միասնությունը, ապա իմ դեմ է դուրս գալիս, Քրիստոսի դեմ է դուրս գալիս։ Այս պայքարը ի վերջո ձեզանով է պայթել։
Հիմա չեք գտնում, որ դուք պարակտեցիք եկեղեցին, երկու թևի բաժանեցիք մեր հոգևոր հայրերին, հա, եւ չեք կարծում, որ ձեր կողմից ավելի խոհեմ քայլ կլիներ, որդեական քայլ կլիներ, եթե խոնարհությամբ, հնազանդությամբ ընդունեիք Մայրաթորի որոշումը, միաժամանակ խորան չբարձրանայիք, հոգևոր ծառայություն չիրականացնեիք եւ զուտ մնայիք որպես հավատացյալ, սպասեիք։ Գիտեք, երբ որ Քրիստոս խոսում է խաղաղության մասին, այո, խաղաղությունը մեզ համար շատ կարևոր է, բայց չեմ հիշում ով է ասում է խաղաղության հասնելու համար պետք է նաև պատերազմել։ Այսինքն կան իրավիճակներ մեր կյանքում, որ մենք ուղղակի չպետք է լուռ հեռանանք ու թողնենք, որ քաոսը ավելանա, քաոսը տիրի։ Այս պարագային ես ում հետ խաղաղության գնայի, նայեք նորից կուզեմ սրա մասին խոսել, երբ որ մենք ասում ենք, որ արքեպիսկոպոսը ռուսական KGB-ի օրինակ ծառայող է, այն KGB-ի, որ ժամանակին մեր կաթողիկոսին խեղդամահ արեց, այն KGB-ին, որ փակում էր Հայաստանի եկեղեցիները, հայ հոգևորականներին աքսորում էր Սիբիր, արդյոք այդ ուժերի հետ մենք պետք է խաղաղության գնայինք եւ երբ որ Քրիստոսը ասում էր, խրախուսում էր խաղաղությունը, արդյոք այս մարդկանց հետ մենք կարող ենք խաղաղության օրակարգ ունենալ, որ ես անգամ ունեմ տեղեկություններ, որ այս պահին եւս ռուսական ՖՍԲ-ն ուրեմն գործողություններ է իրականացնում Ռուսաստանում, միջամտում է հայ առաքելական եկեղեցու գործերին, այնտեղ կազմակերպում է, որ Ռուսաստանում հավաքներ տեղի ունենան, հոգևորականները անգամ ծաղկազարդի օրը քաղաք կա, որ հոգևորականը համաձայն չի եղել, որ եկեղեցու բակում քարոզչություն իրականացվի, բայց զանգեր է ստացել հենց նույն ռուսական իշխանություններից, հենց իր արքեպիսկոպոսից, հետևաբար ես ուզում եմ, որ մեր եկեղեցին ծառայի հայ ժողովրդին եւ մեր եկեղեցու թելադրողը լինի հայ մարդը։ Եվ եթե հայ մարդը չի, օտարը ոնց կարող է ինձ համար խաղաղություն ստեղծել կամ խաղաղություն ապահովել։ Առհասարակ մենք տեսանք, որ խաղաղություն ապահովողները անգամ Արցախի հարցի հետ կապված իրենք խաղաղության օրակարգը միջև վերջ չտարան։ Եվ ես չեմ կարող ուղղակի ձեռքերս ծալարած նստել ու թողնել, որ իմ եկեղեցին օտարները կառավարեն։ Տեր Արամ, նշեցիք, որ միջև խաղաղություն հաստատելը պետք է պատերազմել եւ դուք պատերազմում եք հիմա։ Ես կխնդրեմ այդ պատերազմի ընթացքը հիմա նշեք, թե ինչը ընթացքում եք դուք գտնվում, ինչ փուլում եք գտնվում, որովհետև տպավորությունն այնպեսին է, որ հիմա նահանջել եք կամ ինչպես շատերն են ասում, հանդիպել եք դիմադրության, պարտվել եք եւ ապա նոր եք նահանջել։ Արդյոք այս պասիվ ընթացքը պայմանավորված է պահոց շրջանով, թե հետ է քաշվել իմաստուն ավելի նոր քայլերով, ինչպես դուք եք ասում, իմաստուն քայլերով պատրաստվում եք պատերազմել նորից։ Նախ գրառումը, որ ես Facebook-ում արել էի, առհասարակ այս շարժմանը չէր վերաբերվում, սա այլ հարցի հետ էր կապված, բայց եւ նաեւ կարող էր, երբ որ ասում եք այս տողերը, այո, տողերը ինքը լավ չի լինի, որ մարդը մշտապես, հա, ավելի իմաստուն գործի, վատ չի լինի, որ այդպես լինի։ Տեսեք, երբ որ խոսում եմ պատերազմի մասին, Պողոս Առաքյալն ասում է պատերազմեցի բարի պատերազմս եւ պահեցի հավատը։ Թող կարծիք չլինի, հա, որ մենք պատրաստ ենք եկեղեցու մեջ, չգիտեմ, մարդուն հարվածելու կամ ինչ որ ագրեսիա ցուցաբերելու, այլ խոսքը հոգեվոր պատերազմի մասին է, որ ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը հոգեվոր պատերազմի ժամանակ ունենա զենքեր։ Իսկ զենքերը դրանք Աստծո խոսքը իմանալն է, Աստծո խոսքը գործադրելն է, եւ եթե մի մարդ ինքը Աստծո խոսքի զրահները իր վրա չունի, միթե կարող է չարի կամ սատանայի դեմ պատերազմ աղել։ Բնականաբար չի կարող։ Ես կարող եմ այս ամենը բաժանել փուլերի, մասերի եւ կարող եմ ասել, որ այն սկզբնական փուլը, որ տեղեկատվական էր, մեր ժողովրդին ավելի շատ այսպես իրավիճակը ներկայացնելու, թե եկեղեցու մեջ ինչ է կատարվում, ես կարող եմ ասել, որ այս փուլում մենք հաղթանակ ենք տարել, որովհետեւ հիմա բոլորը կլինեն մշակութային գործիչներ, կլինեն, չգիտեմ, քաղաքական գործիչներ, կլինեն ուղղակի իրենց բակում հավաքված տարեցներ, բոլորը խոսում են, թե եկեղեցու ներսում ինչ է կատարվել կամ ինչ է կատարվում եւ այս փուլում կարեւոր է որ մարդիկ լինեն տեղեկացված հա իմանան թե իրենք ինչ խնդիրներ, ինչ հիվանդություններ, ինչ վերքեր ունեն եւ ես կարծում որ հայ հանրությունը այլևս շատ լավ գիտի թե սեփական եկեղեցու մեջ ինչ է կատարվում, ուրեմն հոգեվորականները ինչով են զբաղված եւ պատերազմի հայ խաղաղ պատերազմի այս փուլը ինձ համար ես հաղթանակած եմ համարում այն իմաստով որ մենք կարողացել ենք մարդկանց բավարար չափով տեղեկացնել թե առհասարակ Հայաստանում հոգեվոր կյանքը ինչ մակարդակի եւ ինչ վիճակի վրա է եւ այս նահանջը
ավելի շատ աղոթքի համար է նաև, որովհետև երբ որ դու պետքա մի բան անես, ես միշտ այն մտքին եմ, որ մենք այն ինչ որ անում ենք, Քրիստոսով ենք անում, Աստծով ենք անում, իր զորացնելով ենք անում եւ հարմար առիթ է այս մեծ պահքը մեզ համար, միջև զատիկ, որովհետև զատիկը մեզ համար հենց Քրիստոսի հաղթական հարությունն է, իսկ հաղթական հարություն ունենալուց առաջ Քրիստոս աղոթք էր անում։ Այս մեկ շաբաթը մեզ համար իսկապես աղոթքի շաբաթ պետք է լինի, որ զորանանք Աստծո ներկայությամբ լցվենք, որ այն խոսքը, որ պիտի արտաբերենք ու դուրս գա մեր բերանից, դա Աստվածաշնչով շաղախված լինի։ Տեր Արամ, երբևէ որ մենակ եք մնում, չեք զղջում ձեր արածի համար, որ հիմա խռովված եք, մայրաթորը ձեզ կարգալույց է ճանաչել, որ մենակ եք մնում, ինչ զգացողություններ եք ունենում, գուցե ափսոսում եք ձեր արածի համար։ Ափսոսում եմ, զղջում եմ, բայց ձեր ասած իմաստով չէ։ Ափսոսում եմ նրա համար, որ այսքան ժամանակ Գարեգին Ներսիսյանին ասել եմ հայրապետ, որովհետև հայրապետ բառի հիմքում ընկած է հայրը, բայց մենք նրանից հայրություն չենք տեսել։ Հիմա ինձ կասեք, դուք ճշմարիտ որդի չեք, բայց ես էլ կավելացնեմ, ճշմարիտ որդիությունը հասկանալու համար պետք է տեսնել ճշմարիտ հայրություն, իսկ մենք իր կողմից այդ հայրությունը իսկապես չենք տեսել, եւ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն էլ այդ հայրությունը իր կողմից չի տեսել։ Այդ խնամքը, այդ վերաբերմունքը կգտնեք մի մարդ հիմա, որ իր տանը, չեմ ասում իհարկե Էջմիածնի հարակից այդ ոսկե հատ գյուղից, որ իրենց գյուղն է, որ իր տանը Գարեգին երկրորդի նկարը կախի։ Ես չգիտեմ, եկեք հարցում անենք, տեսնենք ժողովրդի քանի տոկոսն է այդ նկարը կախում իր տանը, բայց եկեք հարցում անենք, տեսնենք ժողովրդի օրինակ քանի տոկոսն է Վազգեն կաթողիկոսի նկարը կախում իր տանը, եւ եթե 5 կաթողիկոսի նկար լիներ, արդյոք 5-ից իրենք ընտրեին։ Այսինքն գիտեք, բաներ կա, որ միայն իմացելով չի, թե ժողովրդին գնաք ու խոսեցնեք, կտեսնեք, որ այս շարժումը սկսելուց առաջ մարդիկ արդեն իսկ կարծիք ունեին եւ իր հետ կապված եւ նաեւ հոգեվորականի կերպարի հետ կապված, գիտեք, այդ կերպարը այս օրերին նաեւ շատ աղավաղվել է, թե ինչպիսին պիտի լինի հոգեվորականը, այս ժողովուրդը ունի պատկերացում եւ իր պատկերացումները եւ ներկան հաճախ հակադրվում է, որովհետև բողոքները շատ են, հա, գնացինք այս եկեղեցի, այս քահանան, չգիտեմ, ասենք կոպիտ խոսեց, այս քահանան իրեն պահում էր ոչ հոգևորականի նման կոռեկտ, չգիտեմ, դրսում կանգնած ծխում էր կամ օրինակ իր վրա ատրճանակ ուներ։ Այսինքն մարդիկ այս տարիների ընթացքում տեսել են, թե հոգևորականը ինչ կենցաղ ունի եւ բողոքել են այդ կենցաղի դեմ, բայց այդ հարցերի լուծողը հենց Գարեգին Ներսիսյանը պետքա լիներ, ով անտարբեր էր այդ խնդիրների հանդեպ եւ հակառակը կարող եմ ասել, որ հաճախ իր կողմից այդպիսի հոգևորականները խրախուսվել են։ Այո, ես փոշմանում եմ, որ իրեն ասել եմ վեհապարտ էր, որովհետև այս բառը հենց վեհության մասին է խոսում, իսկ իր անձի մեջ ես հիմա այդ վեհությունը չեմ նկատում։ Այնպես որ ես հանգիստ եմ, փոշմանում եմ, որ այս շարժումը շուտ չեմ սկսել։ Բայց իրար հակասող դուք կարծիքներ եք ասում։ Ինչ իմաստով։ Ասում եք, որ եկեղեցին քաղաքականացված է եղել, քաղաքականությամբ է զբաղվել եւ հիմա դուք քաղաքական այս խառնակ իրավիճակում եք հայտնվել եւ ձեր պաշտպանված եք զգում գործող իշխանության կողմից Հանձին Նիկոլ Փաշինյանի։ Արդյոք դա այդպես է եւ ժողովրդի մեծամասնությունն է ասում, որ դա այդպես է եւ մտավախություն չունեք, որ 2 ամիս հետո իշխանափոխություն հնարավոր է լինի, այդ ժամանակ ինչ եք անելու, պաշտպանություն ումից եք ստանալու։ Շնորհակալ եմ, շատ լավ հարցեր։ Գիտեք, միջև անդրադառնալը վարչապետին նրա կողմից ցուցաբերված անվտանգության միջոցառումներին ես ուզում եմ մեկ այլ բանի մասին խոսել։ Ինչու չի շեշտվում, որ ես նաև ունեմ ժողովրդի աջակցությունը։ Սա ինձ համար շատ կարևոր է, որովհետև մինչև այս պահը, որ ես շարունակում եմ իմ ծառայությունը, ես պիտի շնորհակալություն հայտնեմ հիմա այս տաղավարից բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել եւ մինչև հիմա աջակցում են ինձ, որովհետև կարող եմ նաև արձանագրել, որ իմ պատարակներին, իմ մատուցած պատարակներին մինչև այս պահը
հարյուրավոր մարդիկ են ներկա գտնվում եւ թող ինձ ներեն մեր մնացած հոգեվորականները, շատ այլ հոգեվորականներ, ովքեր այս խնդիրները այսօր չունեն, նրանց պատարակներին այնքան մարդ չի մասնակցում, ինչքան որ հենց իմ պատարակին է մասնակցում եւ ես ուզում եմ արձանագրել, որ ես ամենաառաջինը ունեմ իմ ժողովրդի աջակցությունը եւ եթե դուք ասեք, որ մեծ մասը մտածում է, որ ինձ վարչապետն է պաշտպանում, այդպես չի։ Ինձ ամենաառաջինը իհարկե դուք եթե հաճախ գաք հոգեվորական գաք Հովանավանք դուք կտեսնեք որ ոչ միայն Հովանավանից հարակից գյուղերից, հարակից գյուղերը, Աշտարակը, Երևանից, Հայաստանի տարբեր տեղերից եւ ոչ միայն Հայաստանից դուրս, Սփյուռքից նաեւ ես հազարավոր SMS-ներ ունեմ եւ անգամ չեմ էլ հասցրել այդ SMS-ները բացել, թե մարդիկ ոնց են աջակցում, ոնց են խրախուսում այն ամենը, ինչ որ կատարվում է տեղի է ունենում։ Ես կարծում եմ, որ մի տեսակ ներողություն եմ խնդրում, իհարկե այսպես չուզենալով ձեզ նեղացնել, որ այս ամենը կեղծ է, որ մեծ մասը չի աջակցում։ Մարդիկ աջակցում են եւ ես դա ուղղակի իմ մաշկի վրա զգում եմ։ Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի աջակցությանը, ես ուզում եմ շեշտել, որ ինքը եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ նաեւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ ինքն էլ հավանաբար իր բաժին ուրեմն պայքարն է մողում անարդարության այս ամբողջ պայքարի մեջ։ Տեր Արամ, եւ վերջում կրկին անդրադառնալով ձեր զղջմանը եւս մեկ հստակեցնող այսպիսի հարց. չեք պատրաստվում գնալ մայրաթոր։ Ես կարծում եմ, որ մայրաթորում իսկապես ձեզ սպասում են, որ վեհապար հայրապետը ձեզ սպասում է եւ կներեն ձեզ, դուք չեք պատրաստվում գնալ։ Ի վերջո միասին համատեղ անցած ճանապարհ ունեք։ Գուցե ձեզ եւ վեհապար հայրապետին մեկ առանձնազրույցն է պակասում։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ այդ առանձնազրույցը հենց եղավ պատճառ, որ ես հայտնվեմ այստեղ, որ ես հայտնվեմ այս ամենի մեջ, որ ես հայտնվեմ այս տաղավարում։ Ես գիտեմ, որ հոգեվոր կյանքի մեջ քիչ փորձ եւ փորձառություն եւ անցած ճանապարհ ունեմ, բայց եւ նաեւ համոզված եմ, որ իրենք մի քանի անգամ ավել էին մնացել այս եկեղեցու մեջ, ոնց որ ժողովուրդը կասի, մի քանի շապիկ ավել էին ուրեմն մաշել, բայց այդ ամենը իրենց ուղղակի չխանգարեց կամ չօգնեց, որ իրենք ճիշտ որոշումներ կայացնեն։ Ես հարյուրավոր տուժվածներից մեկն եմ ուղղակի եւ ես նաեւ իմ վրա պատասխանատվություն եմ վերցնում իմ ուսերին, որ այն հոգեվորականները, ովքեր որ անարդարության Գարեգին Ներսիսյանի կողմից անարդարության զոհ են դարձել, ես բոլոր այդ մարդկանց տեսակ ուզում եմ համ հետ բերել եկեղեցի եւ նաեւ իրենց կյանքի մեջ այդ արդարությունը վերականգնել։ Ես չեմ փոշմանում, ես չեմ պատրաստվում մեկ անգամ եւս գնալ եւ իր հետ զրույց ունենալ։ Ես ուղղակի այս տաղավարից հորդորում եմ, խնդրում եմ, որ ինքը ուղղակի հանգստի գնա։ Կարծեմ, որ 26-27 տարին քիչ չէ հասկանալու համար դու որևէ բան կարողանում ես անել, թե ոչ, իսկ Հայաստանում հոգեվոր կյանքը ելի եմ ասում ցուցիչն այն բանի, որ ինքը սպառված է, այլևս հոգեվոր ոչ մի օրակարգ չունի եւ իսեր մեր եկեղեցու, իսեր մեր ժողովրդի ժամանակն է որ գնա, որովհետեւ այո, եկեղեցին պառակտված է։ Մեր 10 եպիսկոպոսները երկրի ղեկավարի ուրեմն հետ միասին իրենք ստանձնել են։ Ես ավելի շատ ուզում եմ շեշտել հենց մեր 10 եպիսկոպոսներին, հաճախ ասում են ախր կաթողիկոսը օծում ունի, ինչպես այդ օծում ունեցողի դեմ խոսում, ուզում եմ հիշեցնել, որ այդ 10 եպիսկոպոսներն էլ օծում ունեն։ Ուզում եմ հիշեցնել, որ ես էլ օծում ունեմ։ Բայց վեհապար հայրապետի կողմից եք ստացել։ Ճիշտն ասած վեհապար հայրապետի կողմից չեմ ստացել, ես ստացել եմ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopos-ի կողմից եւ ես գիտեմ ճեմարանական տարիներին առհասարակ իմ ծառայության ընթացքում ինչպիսի դժվարությունների եւ փորձությունների միջով եմ անցել եւ եթե ես այդ փորձությունները չհաղթահարեի, այդ քննությունները, այսպես ասած, չանցնեի, ինձ որևէ մեկը համաձայնություն չէր տալու։ Եվ եկեք մի բան էլ ֆիքսենք, որևէ մեկ մարդը չի տանում եկեղեցի։ Կանչողը Աստված ինքն է։ Հետևաբար այս իմաստով
իհարկե ես իր գահակալության տարիներին է որ քահանա եմ դարձել, բայց ինձ ինքը չի քահանա դարձրել։ Ինձ Աստված է քահանա դարձրել։ Տեր Արամ, շնորհակալ եմ, բայց այնուամենայնիվ թույլ տվեք ասել, որ ես կարծում եմ Մայրաթորում ձեզ սպասում են, Վեհապար Հայրապետը սպասում է ձեզ, իր որդիներին եւ կարծում եմ նա պատրաստ է հայրաբար եւ ուրախությամբ ընդունել ձեզ, ինչպես երկու որդիների հայրը ընդունեց իր մոլորված որդուն։ Շնորհակալ եմ կրկին հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Տեր Արամ Քահանա Ասատրյանն էր։